պետք է գնաս որս բերես քո երկիր։ Մենք ունենք առաջնորդ, պետք է ունենանք առաջնորդ, որ գնա ուրիշ երկրից որս բերի իր երկիրը պահի։ Սամվել Կարապետյանի զարմիկն ասում է, որ Հայաստանի առաջնորդը պետք է ուրիշ երկրներ գնա որս բերի Հայաստանը կամ երկիրը պահի։ Այստեղ ակամայից հիշում ես Սուտլիկ Որսկանի արկածները ու հարց առաջանում։ Բայց եթե այդքան ուժեղ որսորդներ եք ձեր կառավարման 20 տարիների ընթացքում, ինչ այդ որսը չբերեցիք Հայաստանը ձեր ասացի նման ուժեղ Հայաստան չդարձրեցիք, որովհետև դուք որս եք անում ոչ թե դրսում, այլ ներսում, եւ ձեր ներսի արած որսի պատճառով է, որ Հայաստանը դարձավ տարածաշրջանի ամենաաղքատ եւ թույլ պետությունը։ Դուք իրականում զբաղված եք Հայաստանի ներսում ոչ թե որսով, այլ որսագողությամբ, քաղաքական որսագողությամբ, ընդդեմ Հայաստանի տնտեսության, ընդդեմ Հայաստանի զինված ուժերի, ընդդեմ Հայաստանի հասարակության։ Ու այսօր էլ այո դուք դուրս եք եկել որսի, ավելի ճիշտ որսագողության, ընդդեմ Հայաստանի պետականության, որպեսզի այդ պետականությունը վերցնեք եւ վերջնականորեն նվիրեք այն կենտրոնին, որտեղ գտնվում են ձեր հիմնական բիզնես շահերը, հետաքրքրությունները եւ որի քաղաքացի են ձեզանից շատերը։